Այս նյութը ծնողների համար է, անկախ ձեր երեխայի տարիքից, անչափահաս է դեռ փոքր տարիքում է դպրոցական, թե չափահաս է երեխան, միշտ եղեք հետևողական եւ եղեք ուշադիր այն կոնտենտին, որին ինքը հետևում է, դա լինի որ հարթակներ լինի, անկախ դա կլինի YouTube-ը, դա կլինեն սոցցանցերը, պարտադիր եղեք հետևողական։ Բացատրեմ ինչու։ Վերջի շրջանում թերթելով թե YouTube-ում եմ շատ հանդիպել, Instagram-ում եմ այնպես շատ հանդիպել, տարբեր տիպի անձնավորություններ անհայտ ծագումնաբանության եւ մասնագիտական կրթության ներկայանում են որպես հոգեբաններ։ Ես մի քիչ կասկածում եմ իրանց լսելով, որ իրանք իրականում ունեն նեղ մասնագիտացված կրթություն, բայց ինչ որ է։ Եվ երբ որ իրենք խոսում են այս կամ այն թեմայի շուրջ, իդեպ նյութերի անվանումները շատ հետաքրքիր ձևավորված են, ձևակերպումը գնում է այնպես, որ ցանկացած նաև 20+ տարիքային, միգուցե 30+ տարիքային խմբում գտնվող անձը սեռական հասունացման ընթացքում երեխաները, երբ որ այն ունեն ինչ-որ խնդիրներ, պրոբլեմ չանվանենք, բայց կա ցանկություն դուր գալ դիմացինին, հակառակ սեռի ներկայացուցիչներին, այդ թեմաները միանշանակ հետաքրքրելու են, եւ այստեղ առաջանում է խնդիր, քանի որ իրականում անհայտ ծագումնաբանության մասնագետներ են, այն ինչ իրենք խոսում են, հասուն մարդ ես լսելով հասկանում եմ, որ դա լիարժեք աբսուրդ է։ Այսինքն այն ինչ որ իրանք ներկայացնում են, դա այդքան էլ իրականությանը չի համապատասխանում, այն ինչը իրանք առաջարկում են անել չարժե կարող է նույնիսկ ծիծաղելի երևա, սակայն երեխան, եթե դա նույնիսկ 14, 15, 16 տարեկան է, ինքը շատ մեծ դժվարությամբ կկարողանա տարբերակել, որն է իրական, որը ոչ եւ արդյոք լսել եւ կատարել, թե ոչ։ Վերջերս նկատել եմ նաեւ մի այսպիսի երևույթ, այդ հոգեբանները, եւ խոսքը ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսական կրկնվեմ, նաեւ արտասահմանյան, իրանք ինչ որ պատճառով տանում են առաջ մի հատ տարբեր ստերեոտիպեր, որոնք մեր հայկական արժեհամակարգին ընդհանրապես համահունչ չեն։ Այստեղ արդեն գնալու է բախում դաստիարակության եւ այնտեղ լսված կարծես թե մասնագետի, որը ասում է՝ այ այսպես որ անում ես, всё, կյանքը դասավորվում, ամեն ինչ հոյակապ ալնում։ Այս թեմայով կարելի է երկար խոսել, ես փորձեմ հակիրճ, այսինքն հետևում ենք այն, ինչ լսում են երեխաները, իրանց հոգեբանությունը շատ ավելի նուրբ է, իրանց կյանքի փորձը շատ ավելի քիչ է, եւ այն ազդեցությունը, վատ ազդեցությունը, որ կարող է թողնել այդ նյութերը, դա կլինի անուղղելի ապագայում